Ողջան, բարի օր, ողջույն, բացում եմ նոր տեսանյութ, հուսամ բոլորդ լավ եք, ես շոքին դիմակայում եք, ես էլ եմ դիմակայում, սիրում եմ շոքը, թող լինի շոք, թող ջունը, այն ցուրտը շատ քիչ լինի։ Առավոտյան ժամը 10:30 գնացինք ծնողների շիրիմին, մաքրեցինք, նոր շեբեն լցրեցինք այնտեղ, մի խոսքով կարգի բերեցինք, խունկ ծխացինք և հետ վերադարձին մտանք Սիթի, հիմա ձեզ համար ցույց տամ, թե ինչ ենք գնել, մեր գնումները, գնել եմ ռուկոլա, այս Վահանն է վերցրել, որ Իտալիայից իր հետ պրոշուտո էր բերել, ուզում է բուտերբրոդ սարքի, ռուկոլա չունեինք, սա ռուկոլա, վերցրել ենք մեր աղցանները բնականաբար, այս Վահանի աղցաններն են, բրոկոլիով, գազարով, այնտեղ ինչա, եգիպտացորեն, այսպես, և վերցրել է Վահանը թաբուլե, ես իրենց թաբուլեն շատ չեմ հավանում, որովհետև բավական չոր է, լոլիկը մեջը շատ քիչ է լինում, շատ չեմ սիրում, Վահանը չի սիրում լոլիկով, ճիշտն ասած, հա, պարմայիննա չոր, հա, ասմա պարմայիննա չոր, հա, այստեղ ճիշտ է, հա, ասմա այստեղ լոլիկը շատ է, ինձ համար վինեգրետ, լոբով աղցան, այստեղ այդ, ինչ են ասում, բրդուճի համար մոցարելա պանիր, այսպիսի, սա տնեմ մեջը, ջուրը չգնա, այսպես, հետո բնականաբար սեզոնն է, Աֆանասի, հիշում եք ֆիլմը, Աֆոնյա, Ռուբեն Սիմոնովի ֆիլմն է, այնտեղ իր աղջիկն էլ խաղում է, Սիմոնովան, ինչ Սիմոնովա, մոռացա անունը, սա գարեջուր, հետո սարքելու եմ կերուսուս, ճիշտն ասած բիբար էի, պղպեղ էի գնել, որպեսզի ինքս տապակեի, բայց չցանկացա շատ այսպես հապուսայողի մեջ տապակած որևէ բան ուտել, դրա համար էլ գնեցի այս խորոված անուշի պղպեղները, կպատրաստեմ միասին, դուք էլ կտեսնեք, այստեղ մածնաբրդոշ, ես նկատում եմ մեր բլոգերները մոռանում են և ասում են ակրոշկան նույն կրաշից անելն է, կտրատել, մենք ասում ենք մածնաբրդոշ, այսպես, հայերեն տարբերակն է, գնել եմ այս լոլիկների իր սեփական հյութի մեջ Գեղեվահան, իտալական շատ լավն են, թե ձվածեղի համար, թե ուղղակի, քանի որ ես տոմատի մածուկ չեմ օգտագործում, մենք առհասարակ չենք օգտագործում, ասել եմ միայն աղացած կարմիր պղպեղ եփած սովորական մեր աղացած պղպեղը, ոչ թե փոշին, այլ արդեն իմացաք, որի հետ է, այստեղ Էրիկին 2 հատ պեպսի, էներգետիկի փոխարեն, առանց շաքար, սա այսպես, անցանք հաջորդին, սա գնել եմ ավետիս համար, մի հատ հեսա կհանեմ, լավ կլվանամ, կմաքրեմ, որ գա տամ իրեն, սա էլ եմ գնել, սրանք մի րոպե, սրանք էլ եմ գնել ավետիս համար, սա գնել ենք մեր մեքենայի մեջ կախելու համար, որ իրեն տանում ենք երեկոյան ինչ-որ միտեղ տենց լինում է, որ գնում ենք միասին այգի, հետևում նստած երեխան չձանձրանա, կախենք Վահանի նստատեղից, այն գլխի տեղը որ կա, այնտեղից խաղ այսպես չխկոց է գալիս, որ չձանձրանա իմ գանձը, այսպես, սա այստեղ, հետո սա էր զեղչվել, Վահանը, ես վերցրեցի, Վահանը փոշմանեց, տարավ, հետո նորից հետ բերեց, դե լավ ասում է ելակովից մի հատ կվերցնեմ, դե լավ, դու գիտես, ասում է ամբողջ տունը նման բան էր, ժողովուրդ ես մեր քաղցրի տեղը, չգիտեմ, գիտեմ տեղը, բայց Վահանը դրել է, ինքն է դրել, ինքը գիտի որտեղ է, ինչա, ես քաղցրի հետ, ոչ մի որ ասում է, ոչ մի բարեկամական կապ չունեմ, հետո գնել եմ պղպեղ, այս բուլղարական, ինչ է տամ Վահան ջան,
Սա գնել էի, որ ասեցի տապակելու համար, բայց չեմ տապակի, քանի որ խորովածը արդեն գնել եմ։ Մենք մեր մաղալներ չենք օգտագործում։ Գնել եմ այսպիսի, սա շորի համար եմ վերցրել մկրատ այդ թելը բան կտրելու համար, մերոնք արդեն փչացել էին, հա, մնացել էր այսպիսի մկրատ, սրանք էլ այսպիսի գունավոր կախիչներ, վաղնիքում սունգները կախելու կամ ինչ-որ կամ ծաղիկների կամ չգիտեմ ինչ-որ մի բանի համար պետք կգա։ Սա էսպես, հետո սեղճվել էին այս փոքրիկ արևածաղիկները, սրանք ենք վերցրել հիմա, որ ամառը գիշերը երկար ենք նստում, մի քիչ օգտվում ենք, այսպես անուշիկնում, սա էստեղ, անցանք առաջ, գնել եմ այսպիսի սունգ, կարծեմ լիսիչկա է, եթե չեմ սխալվում, չէ, ասորտի է, տարբեր է, ես շատ եմ սիրում մարինադ, ես հիշում եմ, երբ մենք մեքենայով Լենինգրադ, Մոսկվա, Երևան գալիս էինք, ամբողջ ճանապարհին տատիկները տնական, այս կախասունգ, սպիտակ սունգ, կապույտ ոտքով սունգ, լիսիչկաները, այդ սունգը իրենք մարինադ արած, վայ թե այդ ինչ համով էր ժողովուրդ, ես մինչև հիմա հիշում եմ, ես այդ ժամանակ եղել եմ 5 տարեկան, բայց մինչև հիմա համը հիշում եմ, սա կեչուպ, այսպիսի, սա գնել եմ կարտոֆիլի հետ այրոգրիլի մեջ դնում ենք, շատ համեղ է լինում և այսպիսի մեր հայկական, սա ինչ-որ նորույթ էր ճիշտն ասած, գերմանական նրբերշիկ պանրով չիլիով, կփորձենք, տեսնենք սա ինչ նրբերշիկ է, հետո մի րոպե մյուսն էլ բերեմ, գնել ենք 2 հատ չիաբատա հաց, այսպիսի, հետո գնել եմ իմ, ուրա իմ ամանը, մի հատ էլ այսպիսի հաց է գնել Վահանը, այսպիսի, մեկ նայում եմ, տեսնում եմ, բայց լավ ցույց չեմ տվել, այսպիսի, չգիտեմ ինչ են ասում, սրան բատոն են երևի ասում, չգիտեմ, այստեղ գնել ենք սեխը իջել էր կիլոգրամը 80 դրամ, բոլորը այսօր սեխ էին տանում ձմերուկի փոխարեն, որտև ձմերուկը շատ թանկ է Սիթիում, այստեղ բան էի գնել ուտելու Վահանը երևի դրել է սառնարան, դեղց, այսպիսի սմբուկ, այս ինչա Վահան մեջը թափվել, սմբուկ, կերուսուսի համար, այստեղ մի հատ էլ կա, բայց սա չի, չէ երևի, այս ինչա թափվել, և հեղուկ օճառ, կաթիլ հայկական ինչ-որ, իմ ուտելիքը դու դրել ես սառնարան, կտաս, դե տուր գնում է իմ րոպեն, խաչապուրի էինք գնել, Էրիկը տաքացրեց կիսատ կերավ, և այսպիսի արդեն գիտեք ես վերցնում եմ և Սիթիում կա այս սուշի բարը և կա Մեգամոլում այսպիսի ուտելիք, այսպիսի սոյայի սոուս եմ վրան անում, շատ ցածր կալորիականությամբ, սպիտակուցով հարուստ և մյուսը սպիտակուցի, մոռացա, ածխաջուր չէ, մյուսը, մի խոսքով կանաչեղեն է, իմացաք, և այս ամենի համար ժողովուրդ ջան վճարել ենք, հիմա ասեմ, 22,453 դրամ, Վահան ինչքան է անում դոլարով, 22,000-ը, 22,5-ը, 60 դոլար, հետո իմ ծանոթները ասում են, այդ ոնց է իր հաշվել 60 դոլար, այդքան է անում, 60 դոլար, 22,000 դրամով ինքը բարձր է հնչում, բայց դոլարով այդքան է անում, 60 դոլար, գրկում եմ, համբուրում եմ և ասում եմ առայժմ, ժողովուրդ ջան, բարի լույս,
Ես տորեմ դուրս եկել բաղնիքից, դուրս եկա կանաչի չորացրել ծիտրոն և ռեհան, ռեհանս դեռ չորանում է, չորացել է, բայց ասի մի հատ թող լավ չորանաս, այլ ծիտրոնս, ոյ առոնց ես կանաչիների ինչ տոլմա, ինչ ճաշատեսակ, ահա, այստեղ գիտեք ինչ ունեմ չորացրած, խնկածաղիկ, ռոզմարին, ահա, սա էլ ռոզմարինս է տեսնում կերևա, այսպես, գիտեք, ինքը հենց խնկի հոտ էլ ունի դրա համար էլ հայերեն իրեն ասում են խնկածաղիկ, այսպես անուշիկներս, և մի փոքր էլ ռեհան ունեի, արդեն ռեհանիս վերջներ, շատ եմ սիրում լոբով ապուրը, ռեհանով շատ եմ սիրում, պապիկս պոչով ապուր էր շատ սիրում, ես մի անգամ պատրաստել եմ իմ ալիքում պոչով ապուրը մակարոնովն է, լոբով, կարմիր լոբով ապուրը, բայց մեջը մակարոն, պապիկս դրան ասում էր պոչով ապուր, այսպես անուշիկներս, նայ կհավաքեմ ու կանաչեղենից վերջ, այս տարի չեմ անում, որովհետև ունեմ, դեղձել ունեմ, ծիրանել ունեմ անցյալ տարվանից, չենք ուտում ժողովուրդ ջան, չենք ուտում, հարկավոր է գաթա պատրաստել այդ չրերը մեջը, ասել մամայիս ռասխոդ անենք գնա, օգտագործենք թող գնա, բայց շատ կուզեի սև սալորաչիր անեի, շատ եմ սիրում և շատ ավելի առողջարար է սև սալորաչիրը, այսպես անուշիկներս, դե ինչ, ես այստեղ հավաքեմ մինչև Վահանը, հեսա կարտնանա, ասեց հեսա արթնանամ մի հատ գամ սուրճ պատրաստեմ իր ապարատով, ես էլ ճիշտն ասած անցել եմ բուսաբուժության, մամայիս յուղերը, որոնք որ պահպանվել էր, պատկերացնում եք 4 տարի անց ես հանել եմ օգտագործում եմ և ոչինչ չի եղել, հեսա սպասեք ցույց տամ, տեսեք, սա մատենադարանը, որ պատրաստվում է, սա փարատիչն է, երեկ նայեցի մամայիս, սա արատեսն է, ինքը կարծեմ հայկական, ինչ են ասում, հայկական որ բույսից էր պատրաստված, մի րոպե, հիմա կասեմ, բայարշնիկն է, հայկական բայարշնիկը որն է, ալոճն է կարծեմ բայարշնիկը, հայկական ալոճից է պատրաստվում, սրանք բոլորը աղոթքներով են պատրաստվում, սիրելիներս, սա մենք մամայիս էինք տալիս, նաև կավ եմ խմում, կանաչ կավն եմ խմում, 5 օր խմեցի, դադար եմ տվել, 2 օր է դադար եմ տվել, արատեսի հետ էի խմում, նաև պետք է փարատիչ խմեի գիշերը, բայց չունեի փարատիչ, հիմա ձեզ ցույց կտամ, մնացածը սա, մայրիկս էստեղ գրել է բարվինոկ կուսածաղիկ, բայց կողքնել գրել է փարատիչ, հիմա չգիտեմ սա կուսածաղիկն է, թե փարատիչն է, բայց ես խմում եմ, սրանք բոլորը աղոթքներով պատրաստված հին ձեռագրերից վերցված պատրաստվում է մատենադարանում հատուկ հսկողության տակ, այն ժամանակ, հիմա չգիտեմ, որովհետև ես իմ շատ սիրելի տիկին Թերեզայի հետ վաղուց կապի դուրս չեմ եկել, կզանգահարեմ մի օր, այս սրվակը արժեր 20,000 դրամ, 4 տարի առաջ, հիմա չեմ կարող ասել սիրելիներս, հիմա մյուսներն էլ ձեզ ցույց տամ, կզարմանաք, ահա, այս ամենը մամայիս յուղերն էին, որ մամաս խմում էր, սա, այստեղ բան գրված չի, սա չգիտեմ ինչ է ճիշտն ասած, տեսեք վրան չկա, բայց պիտի լիներ, գուցե պոկվել է, սա լոշտակի յուղն է, բայց ինքը տեսնում եք, ինքը հենց յուղ չի անմիջապես, հա, այսպես յուղ չի, էլի, հա, իրենք հատուկ սարքվում են շատ, այսպես անուշ են, անանուխի, սա կենարարն է, տեսնում եք ինչ անուններ ունեն, գեղեցիկ անուններ ունեն, սա կենարարն է, ես գերադասում եմ այսպիսի բժշկությունը, քան քիմիական, որովհետև քիմիականը դա ժամանակավորապես է բուժում, իսկ սրանք առհավետ բուժում են, սա մամաս գրել էր, օշինդրն է, սա օշինդրն է,
Այս ամենը մամաս խմում էր քիմիոթերապիայից հետո, որպեսզի քիմիան մաքրի եւ ասեմ 9 ամիս երկարացրեց իմ մամայիս կյանքը եւ կավը եւ սա էլ է կուսածաղիկ, տեսեք, էլի ունի մամաս կուսածաղիկ, կարծում եմ նա փարատիչներ, սա ինչ է, սա ինչ որ անուն ունի, David չգիտեմ 9 ծաղիկն մի հատ ինքը ուներ 7 ծաղիկ էր թե 9 ծաղիկ էր 9 ծաղիկ էր կարծեմ ահա սա էլ գիտեք ինչ է սրանք հիմա քսերաֆորմի պարաշոկը ես մամայիս համար էի ուզում վիրահատությունից հետո վերքերին դնելու համար սրա 5 գրամը 20,000 դրամ արժեր Սա մեզ ուղարկեց Պիտերից իմ մորաքրոջ աղջիկը, հատուկ մամայիս համար, սա գիտեք էլ ինչի համար է, երեխաների պամպերսների, որ փոքրիկների տուտուզիկները կարմրում է, մաշկը թափվում է, հա, մի խոսքով արդեն իմացակ բաց վերքերի համար, քսերաֆորմը հրաշք է գործում, սա էլ խունկ է, բայց չգիտեմ ինչ խունկ է, մի հատ պիտի մորաքրոջս հարցնեմ, որտև սա մորաքույրս է ուղարկել, սա կարծեմ մամաս պիտի եռացներ խմեր, եթե ես չեմ սխալվում, եթե ճիշտ եմ հիշում, սա այսպիսի խմելու խունկ է, այսպես կարծեմ եռացնում խմում են, եղունգներից չնայեք պետք է մաքրեմ, նորը կսեմ, Սա էլ այսպես նամշիկներս տեսակ, էդ էլ մամայիս յուղերն էին, այստեղ մի մասն է, այստեղ այս ինչ էր, հա այսի մարատեսն էր, են էլ կուսածաղիկներ, ես իսա մի հատ կուսածաղիկ կխմեմ, բայց բան չեմ խմել, կավ չեմ խմում, որովհետև արդեն 5 օր խմում եմ, չեմ ուզում չարաշահել, ինձ մի ժամանակ տիկին Թերեզան ասեց 5 օր կխմես, ես դրա համար 5 օր եմ խմում, այսպես հանել եմ ափսոսս գալիս է անուշիկներս, այստեղ մամայիս խմելուց, մամայիս ձեռագիրն էլի, ինչ պիտի խմի, ոնց պիտի անի, ինչ պիտի անի, այսպես, ինչ պիտի ուտեր ինքը, սա այդ ամբողջ ցանկներ, որ ժամին, ինչ պիտի աներ, մի խոսքով սիրելիներս տեսնում եք, այս ամենը մնում է, մարդիկ չկան, լավ, ուզում էի պարզապես ձեզ այդ յուղերով կիսվեի, հա, այս մեկը ախր չգիտեմ ինչա, մի հատ պիտի նայեմ գուցե, ընկելա այստեղ ինձ թվում է տիկին Թերեզան, որ հոդքաշիկ իմանա, այ լոշտակը շատ դառն էր, բայց փարատիչն ու կուսածաղիկը, արատեսն ու կուսածաղիկը այդքան դառը չէին, շատ հաճելի լինենք, ոնց որ նանա լինի, ոնց որ նանա խմես, նանայի թուրմ, հետաքրքիր է շատ, մի խոսքով այսպես անուշիկներս հանել էի ասի ձեզ հետ էլ կիսվեմ, դե ինձ ձեր բոլորին բարի օր եմ մաղթում, գրկում եմ, համբուրում եմ, ժողովուրդ ջան, տեսեք Կևյան կամուրջը բաց է արդեն, գեղեցիկ, վերանորոգված, մայթեզրերը տեսեք ինչ գեղեցիկ սարքել են, այս ճաղավանդակները, քանի որ իրենք աշխատանք են, ասեց, որ դա էլ են անելու, հետագայում դա էլ անպայման կանեն, կբարեկարգեն, այս ինչ լավ է, ասեմ, անկեղծ շատ էի վախենում, առաջ շատ, այդ լարերը պիտի տեղադրեն, դեռ ամբողջական, հա, լարերը գետնի տակով են անցնում արդեն, հա են օդի լարերը, Վահան, հա տեսեք օդով լարեր որ կային, հիմա շատ ճիշտ են արել, ասեց հաջորդ վերականգնողական աշխատանքը կամուրջի ներքևում է լինելու, այս տակի այս կամարները որ կան տակից, դա են անելու, դա ասեց արդեն երթևեկությանը չի խանգարելու, շատ է լավ են արել, ահա, գեղեցիկ վերանորոգվեց մեր կամուրջը, շատ լավ է, շատ դալմա եմ գնում,
անպայման ձեզ համար կփորձեմ, կաշխատեմ նկարեմ, ամեն անգամ ասում եմ անպայման կնկարեմ ու չի հաջողվում նկարել, եկեք չխոստանամ, ոնց կհաջողվի այնպես էլ կանեմ, ներսում գիտեք չեն թողնում խանութների ներսում նկարել, գալիս են անմիջապես, այս Թումոյի այգին ա, գալիս են սկսում են խոսել, ես էլ ոստիկանա պետը, թե ինչի ա կանգնել տենց անում, ես էլ չգիտեմ, ամեն մարդ իր ճանապարհով գնում ա, այ լավ աշխատանքա պիտի անի մարդը, էդ էլ իր աշխատանքն է, այս էլ ես 25 հարկանի շենքերն են, 26-ս նորերը, այսպես անուշիկներս, դե լավ, ասեմ առայժմ հետո կմիանա, ողջույն սիրելիներս, մեր պահարանները եկել են, դեռ չեմ մաքրել, 3 գիշերն եմ բերել, հիմա ձեզ ցույց կտամ ինչ ենք անելու, ուրեմն սա այսպիսի պահարան է, մի հատ էլ կա իր վրա դրվող այսպիսի պահարան, մենք առավոտ ժամը 9-ից արթնացել գործ ենք անում եւ այսպիսի ուրեմն պահարան է, հիմա բացեմ, այստեղ աջալներ եւ այլն բարձ, ինչը որ չի օգտագործվում, ծածկոց, այստեղ դնելու համար, սա գնալու է այդ պահարանի գլխին, այստեղ, հիմա բացեմ այս պահարանը, ասեմ ինչ նպատակի համար է ծառայելու, մենք պատվիրել ենք այսպես, այստեղ դրվելու են գրքերը մեր, ես ուզում եմ, որ գրքերը փակ լինի, որպեսզի անդադ փոշի չնստի, այստեղ կկախենք մեր առավոտյան Վահանը, որ հագնում է, աթոռի վրա ենք նորից դնում, այդ աթոռը նորից, մի աթոռը դուրս է գալու, այնտեղ մեր սենյակում 2 աթոռ է դրված, 2 աթոռի վրա էլ նորից շոր է հավաքվում, որովհետև մեր պահարանում մեր իրերը տեղ չի անում, Վահանը ամեն գնալուց նոր հագուստներ է բերում, մի խոսքով գիտեք, կամ էժան հանդիպում է, գնում ենք, այսպես լցվում է, շատն էլ բաժանում եմ, շատ եմ ես տալիս, ծանոթ ունեմ, ով կարիք ունի, միշտ իրենց եմ տալիս այդ հագուստները, հիմա տեսեք, այս կախիչները այսպես հնարավոր է սա հանեմ, որովհետև ինչ ենք արել, նույնի, այս նույն պահարանի մուգ շագանակագույնը մեր դռների գույնին, հեսա տեսեք գույնը, այսպիսի Վահանը հենց հիմա վերանորոգման մեջ է, ինչ ենք անում, այսպիսի պահարանը ինձ միջանցքի համար բոլորովին հարմար չէր, ինչ արեցինք մենք, իմ մտահղացմամբ, ասի Վահան, արի զանգենք իրենց, ում որ պատվիրել ենք, ասենք թող գան, այդ շագանակագույնը, մի հատ էլ շագանակագույնի գլխին ունենք այսպես, որ պիտի դրվի, դա տանեն միայն շագանակագույն այս պահարանը, որովհետև չափերը ճիշտ է 70 է, մեր են կոշիկները, որտեղ որ մենք դնում ենք, այնտեղ 70 է այդ արանքը, ամեն մեկը չունի 70, սա հատուկ պատվերով էր և բավական մատչելի էր գինը, նու այդքան էլ շատ, 50,000 էր, չէ Վահան, 50,000, իսկ գլուխները միասին 30,000, ոնց միասին չհասկացա, հա 2 հատ, այսինքն հատը 15,000 էր գլուխները, սա 50,000, հիմա տեսեք միջանցքին ինչ եմ արել, քանի որ եթե տունդ հյուր է գալիս, շուտով ձմեռ է, հա, վերարկուները մեր հագնելու կամ հյուրերի վերարկուները ոչ մի կերպ այստեղ չի տեղավորվում, մի հատ տեսեք այս արանքը, ես չափերի հետ այդքան գլուխ չունեմ, Վահանը պիտի այդ չափերը հասկանար, ես մտածեցի սա բավական մեծ է, չէ, մեծ չի, բնականաբար այստեղ 2 հատ վերարկու չես էլ կախի, այնքան նեղ է տարածքը, տեսեք, համարյա, մի թիզից մի քիչ է պակաս, այսպես պահեմ կտեսնեք, թիզու կես է, թիզու կեսում ինչ կախես, ինչ մտածեցի ես, ասի Վահան ջան, սա հանվում է, սա, հիմա արդեն դա այդ ամբողջը արված է, ես ձեզ ցույց կտամ, սա հանեցինք, իջեցրեցինք ներքև, այսինքն կոշիկների համար եւս մեկ դարակ եղավ, սրանք բոլորը հանվել են, սա էլ է հանվել, կախիչները բարձրացել են վերև, հետո այնտեղ պիտի ձող կախենք, որպեսզի մեր վերարկուները էլի կախիչներով կախենք այդտեղ, մի խոսքով առավոտից Վահանս դա է անում, ասեմ, որ շատ արտակարգ աշխատանք են արել, որակը ընտիր,
ամուր, շատ ամուր, են որ ասում եմ մինչև քանդեցինք հոգիներս դուրս եկավ, շատ ամուր է, հիմա Վահանը այնտեղ վերջացնի, ես ձեզ նա ցույց կտամ, նա արդեն դառնում է, ասի Վահան ջան, թող գան հետ տանեն մեր ուզածով, չէ, ես կանեմ, Վահանը մի քիչ անհարմար է զգում, եթե ասենք նախապես չենք ասել, ինքը արդեն պանիկայի մեջ է անգնում, ինքը չի ասում, շատ ամուր է ժողովուրդ ջան, դռներն էլ փակվում են, այսպես տեսեք, իրենք իրենցով փակվում են, այսպես առանց աղմուկի, առանց շխկալ դխկալու, մեկ էլ սրանք այդքան շատ չհավանեցի սպիտակը սևի, բայց ոչինչ, դե լավ, հիմա բան չենք, Ելիզավետա թաքուհին չեմ դրանից չգիտեմ ինչ լինելու, հա, թող սենյակի հետ ինչ-որ գույն լինի, հիմա ամբողջը սպիտակ, էդ էլ մի բան չի, չեմ ցանկանա հետագայում կփոխեմ նաև այս բռնիչները, սրա փոխելը մի վայրկյան է, այսպես անուշիկները, սա էլ հիմա թող նա պատրաստի Վահանը, այստեղ դրել եմ մեր ծածկոցը, որ պիտի գնա մաքրման, մամայիս ծածկոցը պիտի ուղարկեմ մաքրման, բարձի երեսները լվացել եմ, հեսա ձեզ ցույց կտամ, ահա, տեսեք սիրելիներս, այնտեղ Վահանը հանում այդ վնտերն է հանում, մեխերը, տեսեք, ամբողջ ինքը ասեղնագործ, սրա մեծ ծածկոցն էլ ունեմ, սա մեկ բարձ երեսն է դեկորատիվ, մի հատ էլ ունեմ, հիմա սա ափսոս չի ժողովուրդ ջան, ես ինչ անեմ, իմ սենյակում այնքան դժվար է մահճակալը հավաքվում, քանի որ կպած է պատին, դրսի պատին է կպած, այլ տարբերակ չունենք, տեսել եք, հավաքեմ ձեզ ցույց կտամ, խցկված է ամեն բան, թե կամոդն է դրված, պահարան է դրված, հիմա էլ այս պահարանը էլի գնում է ննջասենյակ, այս սպիտակը գնում է ննջասենյակ, ձեզ ցույց կտամ, մի խոսքով, սա էլ մամայիս անընդհատ իրենց տանը, սա իրենց մահճակալին էր, հա, դե չգիտեմ, եթե ես չօգտագործեմ, կտամ հորաքրոջս, բայց կարծում եմ կօգտագործեմ, մաքուր լվացել եմ, իսկ մյուսը իր ծածկոցը չի տեղավորվում, իմ լվացքի մեքենան 7 կիլոգրամ է տարողությունը, ինքը չի տեղավորվում մեջը, պիտի տանեմ Սիթիում քիմ մաքրման տամ, լվանալու են, չգիտեմ ինչ եմ անելու, այդ աջալի հետ, այն սպրտյա ծածկոցի հետ հաստ կլվանան, այսպես անուշիկներս, դե ինչ, այստեղ ասեմ առայժմ, Վահանը վերջացնի ցույց կտամ, ջան վերջ, մեր պահարանը արդեն տեղում է, դասավորված, այստեղ գրքերն են, այսպես, ներքևում են պարագաները, որոնք որ քիչ եմ օգտագործում, սա տալու համար է, սրանք տալու եմ, այստեղ իմ պայուսակներն են, մի խոսքով, այսպես դասավորել եմ, դեռ գրքեր ունեմ, որ փնտրում եմ, իմ Իսահակյանի գիրքը, Սիլվա Կապուտիկյանի գիրքը, չեմ հիշում, ուր եմ դրել, Աստված իմ ձեռքի տակի գրքերն են, ու ես չեմ կարողանում հիշեմ, այս բոլոր գրքերը Սեդան կարդացել է, ասեմ, չկա այդպիսի գիրք, հիշում եք, գիրքը, այս ընթերցել եմ ձեզ համար, բոյկոտեցին ինձ, դադարեցի, ես չեմ սիրում, երբ ինձ բոյկոտում են անհասկացողների մի խումբ, ովքեր չեն հասկանում ինչ ես կարդում, սկսում են բոյկոտել իրենք իրենց հետ, բայց այստեղից իմ ամենասիրելի գիրքը, ժողովուրդ ջան, Գևորգ Դևրիկյանի «Տրթած ճարտարապետն» է, այս գրքի պատմությունը ես ձեզ կպատմեմ, երբ ես Մոսկվայում ընթերցում էի, տեսեք նույնիսկ էջանշանն է, էջադիրն եմ թողել մեջը, այսպես, սա իմ սևակի գիրքն է, Շիրազներս, սա մեր արքաներն էին, հիշում եք, որ կարդում էի կիսատ մնաց, գրեք, եթե կցանկանաք կշարունակեմ այս գրքի ընթերցանությունը, մեր արքաները Արամեի վրա կարծեմ կանգնել էինք, եթե չեմ սխալվում, եթե ճիշտ եմ հիշում, այստեղ Շիրազս է, սա էլ է Շիրազ, չէ, սա Եղիցի լույսն է, կներեք, սա Եղիցի լույսն է, այս մամաս էր հաճախ կարդում, ծիծաղում են նաև ծիծաղով պիտի հաղթենք, ունեմ նաև ծիծաղում են երաժիշտները, տարբեր ունենք, այսպես մետաքսե ունեմ, մի խոսքով, Լևոն Շանտ, այս Վահագի մոտ է մի մասը, սա 45-ն է Ջումայի, ուրեմն Դիանա Թաքուհին, 45-ը և Մարգո Թաքուհին,
չէ, Ջաննան չէր, մի րոպե, Մարգո Թաքուհի, այն ուրիշ էր, էլի իրենն է, երկու Ձիաննաները, էլի Դյումայինն է, մի րոպե, 40 Մարգո Թաքուհին, մի հատ էլ կար ու 43-ը, բա որն էր մյուսը, մոռացա, մի խոսքով, սա ինձ բահ տվեք, այս կարծեմ Պերձեյթունցյան, հա, այս նովելներ, պատմվածքներ, նովելներ, Սոհրաբչի, չէ, ուղակի, սա կարդացել եմ 5-րդ դասարանում, Սփյուռքահայ պատմվածքներ 2 հատորյակը կարդացել եմ 5-րդ դասարանում, որքան զարմանալի է, բայց ես շատ լավ եւ խոսում եմ, տիրապետում եմ, հասկանում եմ արևմտահայերեն, այսպես, դե լավ, գնամ մյուսն էլ ձեզ ցույց տամ, հա, սա հիշեցիք, չէ, սա այսպես ձևը հիշեցիք, չէ, մոտավոր ինչ է, հիմա տանեմ, տեսեք, թե մենք ոնց ենք ձևափոխել, այստեղ դեռ գրքեր ունեմ, սրանք հնարավոր է գնան Միջանցքի վերևի պահարան, իսկ այստեղ մնացած գրքերս շարեմ, որտեղ վերևում էլ ունեմ, արդեն դրել եմ, վերևում էլ կա, ահա սիրելիներս, տեսեք, սա էլ արդեն մյուսն է, սրա գլխի վերևը ավելի բարձր է, ես Վահանի կողքը չեմ եղել, որ ինքը պատվիրել է, փաստորեն պարզվում է, մերը ոչ թե 70 է, այս հատվածը ոչ թե 70 սանտի է, այլ 78, Վահան ասում է, այդ չափի չեմ անում, ասում եմ Վահան ջան, եթե իրենք պատվեր են ընդունում, պատվեր ընդունելիս իրենք ամեն չափ էլ անում են, որովհետև նյութը իրենք են կտրում, իրենք են հավաքում, ինչի չես ասել 78 անեն, հիմա այստեղ նորից աղբ է լցվելու, դրա հաշվին սա ավելի նեղ է, մի խոսքով ժողովուրդ ջան, ես կարծում եմ, որ կանայք շատ ավելի լավ են հասկանում նման բաներից, հիմա տեսեք, այստեղ պահարանն է, այսպես, 2 հարկով, ասեմ, շատ լավ են սարքել, ահա, այսպես, հիմա տեսեք, այստեղ ինչ ենք արել, հիշում եք, չէ նա, այսպես ձևափոխել ենք, նույնիսկ սա ենք փակցրել, նոր կախիչներ ենք բերել, այս իրենց փակցրածները մնացել է, այստեղ արդեն մեր իմ պայուսակ եւ այլն, մեր անձրևանոցները, կոշիկների համար հատուկ տակդիրներ ենք պատվիրելու, որպիսի այս վիճակը չլինի, իրար վրա լինեն, այս մի հարկը, այնտեղ ներքևում չի տեղավորվելու, ոչինչ, յոլա կգնանք, ավելի լավ է այսպես, փակ ու գեղեցիկ, քան ինչ որ ունեի ես, այսա ունեի, որը գնում է մեր ավտո, ինչ են ասում, նկուղ չէ, կարաժ, հա, ինչ են ասում, մոռացա, հիմա գարաժի հայրենը չեմ հիշի, վայ, լավ կհիշեմ կգրեմ, այսպես անուշիկները, սա էլ մաքրել եմ, որ Վահանը տանի ենտեղ, կտանի կտեղադրի, սա կպահենք, այս մեկն էլ ավելացավ, մի խոսքով, այսօր տները մաքրել եմ, ենտեղ թափելու հողաթափեր ունեմ, որ չեմ այլևս հագնում, պիտի գնա աղբանոց, կդնեմ ենտեղ մեկը կտանի կհագնի, ոչ պատրված է, ոչ մի բան, այսպես ասում եմ առայժմ, հետո կշարունակեմ, ողջույն, կերուսուս եմ պատրաստում, միացել եմ ձեզ, որպիսի ձեզ հետ կիսվեմ, ասեք ես հայլին տանեմ մազերս ցույց չտամ, պոչ եմ կապել բարձր, որովհետև այսօր նոր գործերս վերջացրել եմ, 3 օր այդ պահարաններով էինք զբաղված, Վահանը այսօր նորից մի ուրիշ բան արեց, մի խոսքով, ժողովուրդ ջան, դասավորում է եւ այլն վերջացրի, հիմա մոռացել էի ոնց ենք պատրաստում, իմ պապայա սիրած, մեր ընտանիքի սիրած, ամենասիրելի ճաշատեսակը մոռացել եմ ոնց եմ պատրաստում, հիմա տեսեք, ես սմբուկը շերտատել եմ, այսպես մեկու մեջ, կեղևազատել եմ, ինչ եմ անելու, եթե սմբուկը ինքը մի քիչ ավելի երկար է, ոչ այսպիսի, մսոտ եւ այլն, կարելի է հենց այդպես անցքեր անել դանակով 4 կողմից, եթե այսպես կլոր է, կարելի է բաժանել 2 մասի,
եւ միայն ներսի հատվածում երկու տեղից անցքեր անել։ Ինչի ենք անում անցքերը, հավանաբար դուք էլ եք անում, ես վստահ եմ։ Տեսեք, ունենք այստեղ աղ եւ սխտոր, սխտորը աղոտելու ենք, աղը անելու ենք սխտորի վրա եւ ուրեմն շունչս կտրվեց եւ ուրեմն տեղադրելու ենք այդ անցքերի մեջ, որից հետո տապակելու ենք ձիթայուղի մեջ, սիրելիներս։ Հիմա ես անցնեմ գործի, վերջացնեմ դրանք տեղավորը, միանամ ձեզ։ Ահա, սիրելիներս, ես արդեն դրել եմ տապակի մեջ, իմ հին տապակն է, որպեսզի տապակվի, ասեցի չէ, որ մոռացել էի, զանգել եմ Վահագին, ասում եմ Վահագ ջան, կհիշես մաման ոնց էր սարքում, լոլիկը վերջում էր լցնում, սոխառածով էր անում, ոնց էր անում, ասում եմ չեմ հիշում, լավ էր անին կողքն էր անին, ասում եմ մենք էլ ենք պատրաստում, ասում եմ բայց մենք առանց սխտորի ենք անում եւ էլի ես հիշում էի, որ լոլիկը մամաս հում է անում, այո, առանց եփելու, իրենք էլ են փաստորեն այդպես անում, մենք շատ նման ենք ընտանիքներով, շատ, անգամ մեր օգտագործած բառերը շատ նման են իրար, շատ հետաքրքիր է այդ մագնիսական այդ, չգիտեմ, զուգադիպությունը որ կա, պատահականություն ասեմ թե չէ, բայց որ ծնողներիս մատը խառն էր Վահագենց ծանոթության մեջ այդ հաստատ, տեսեք ուր հասավ։ Այսպես անուշիկներս, դե ինչ, ձեզ այստեղ ասում եմ առայժմ, սա տապակ եմ վերջացնեմ, երկու կողմից ուղղակի պիտի կարմրի եփվի, հետո կտեղափոխեմ հատուկ ամանի մեջ, որն էլ կգնա հետո սառնարան, իրեն էլ ավելորդ չենք եփելու, ոչ մի բան չենք անելու, ես ձեզ ցույց կտամ, քայլ առ քայլ։ Ուրեմն մինչև սմբուկը կտապակվի, ես ցանկացա ձեզ հետ կիսվել այս պարսկական թուզը, որ գնել էի, ժողովուրդ ջան, ես մտածեցի, որ լավը կլինի, 2 տուփ էլ գնել էի, պատկերացրեք, անհամ, փուչ, անհամ, չոր ինքը, ոչ մի գրամ հյութեղություն չունի, շատ վատ թուզ է, պիտի թափեմ գնա, որովհետև ոչ մեկս չենք ուտում, ես որ այդքան թուզի սիրահար եմ, չկարողացա ուտեմ անկեղծ ասած մեղա Աստծու, բայց պիտի թափեմ, որովհետև իսկապես ուտելու բան չի, չգիտեմ, ուղղակի ասի ձեզ զգուշացնեմ, որ չգնեք, էլի, տեսեք ինքը այսպես մեծ նայում ես փակ ժամանակ մեծ, այս նոր է սևացել, ասի հանեմի փռուտեմ, մի հատը կերա չոր, մնացած բոլորը այս նույն վիճակում էր, այս նույն ճակատագրին արժանացան դեպի աղվաման, ցավում եմ շատ, ոչինչ, կհանդիպի մեղրիինը կգնեմ, այսպես ձեզ գրկում եմ, ասում եմ առայժմ, ես անդադ գիտեմ, թե ավարտում եմ, Վերջ սիրելիներս, սմբուկս տապակվեց, ասեմ, որ բուսայուղս էլ վերջացավ, բուսայուղը երևի վերջին անգամ գնել եմ 4 ամիս առաջ, եթե դիտում եք իմ գնումները, ապա կտեսնեք, որ ես ձիթայուղ, չգիտեմ, բուսայուղ, չգիտեմ, թե որ ժամանակներից չեմ գնել, ինչ որ գնել է 4-5 ամսվա, երևի 5 ամիս կլինի, այդ ընթացքում օգտագործում եմ, այսպես անուշիկներս, հիմա, երևի դուք էլ եք այսպես անում, չգիտեմ, պղպեղը սկսում ենք շարել մեր սմբուկների վրա, այսպիսի պղպեղ էի գնել, ճիշտն ասած խորոված, հա չեմ ուզում մտածեք, որ ինչ եմ անում, գովազդում եմ իրենց, չեմ գովազդում իրենց, ուղղակի ցույց եմ տալիս, որ ես այսպիսի պղպեղ ունեի, բայց սա պիտի բացվի մեջտեղից, որպեսզի ինքը, լավ, եկեք ես, արդեն դուք հասկացաք, ամբողջը պղպեղով պատում ենք, հիմա ես մի հատ սա արագ անեմ, միանամ ձեզ, ահա սիրելիներս, տեսեք, ամբողջությամբ սմբուկը պատեցի պղպեղով, աղարեցի, քանի որ ինքը իր խորոված պղպեղ է, մեր սովորական խորոված պղպեղն է իր հյութի մեջ, դուք լոլիկը գեղեցիկ կկտրատեք, ես լրիվ մոռացել էի, լոլիկը պետք է օղակաձև շրտատել, ես այսպես բռնել եմ ու մի խոսքով հասկացաք, լոլիկս էլ կարմիր չի, ահա, հեսա ես դա կուղեմ, վերջում էլ կավելացնեմ կանաչին, ու էլի կկիսվեմ, վերջ սիրելիներս, կանաչին էլ շաղ տվեցինք,
Սա սառը ուտեստ է, պետք է մի քիչ սառի, հետո նոր ուտել։ Կարող եք անել 2 շերտով, այսինքն պղպեղ անել, նորից վրայից գնալ սմբուկը, հետո նոր վերջում նորից պղպեղ, այսպես շերտերով եւ միայն ամենավերջում կարող եք լոլիկ անել, որ շատ ջուրը դուրս չտա, օրինակ մերոնք չեն սիրում, Վահանը չի սիրում շատ այսպես ջուրը դուրս տված, դրա համար էլ ես միայն մի շերտ արեցի, սմբուկս էլ շատ չէի գնել, 4 սմբուկ էի գնել, որովհետև միայն ես ու Վահանն ենք ուտելու, չգիտեմ, եթե Վահագեն կան, Վահագն ու Անին սիրում են ուտեն, եթե չեկան, ուրեմն միայն ես ու Վահանն ենք սա ուտելու, ասեմ, որ ասեցի, չէ, որ բուսայուղս շատ քիչ էր, կափարիչը փակ եմ տապակել ու շատ այսպես ինքը բուսայուղ չի եղել, քանի որ պղպեղն էլ արդեն առանց բուսայուղի էր, այնպես որ դիետիկ շատ լավ ամառային սառը ուտեստ է, դե ինչ, սա երևի առավոտյան կամ Վահանը արդեն մեզ մոտ ուշ է, ժամը 10 է մոտավորապես, Վահանը տանը չի, բակում է ընկերների հետ, չգիտեմ կգա տուն կուտի այսօր ժամին թե ոչ, բայց առավոտյան հաստատ 2-ով կճաշակենք։ Այսպես անուշիկներս, դե ինձ ձեզ մաղթում եմ բարի գիշեր, հնարավոր է վաղը միանամ ձեզ 2 բառ միասին զրուցենք ու տեղադրեմ։ Առայժմ սիրուններս